Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast, այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը, Արտեմ Զաքարյանը եւ մեզ հյուր է եկել Սևադա Բաղյանը, Boyden միջազգային ընկերության Հայաստանի պարտները։ Բարև եկել։ Գիտեմ, որ տարբեր podcast-ների երևի առիթներ եղել են քեզ լսելու, բայց փորձենք մենք էլ մեր տեսանկյունից հարցախույզ անել, հասկանալ ընդհանրապես որտեղից եկար հասար Boyden, հա, հիշում եմ ժամանակին ստառում էր աշխատել, հետո մենյուում էր, հետո որոշեցիր զբաղվել executive search-ով, հայերեն ոնց են ասում։ Բարձրողակի ղեկավարների Փնտրում։ Այս դեռ մի քիչ խորտ հայերեն հնչում, բայց հա, ժողովրդական լեզվով ասած ղեկավարների headhunting էլի, այնպես են ասում։ Տերմիններ կա, որ չի ոնց որ բան լինում էլի հայերեն լեզվամտածողության մեջ։ Երբ պետք է չի թարգմանել executive search։ Ոնց որոշեցիր էլի, այտենց բիզնեսից անցում կատարես։ Արաջան, իրականում սենց ինչ որտեղ երևի ստացվեց սպոնտան, որովհետև ինչ որ պահի հասկացա, որ օպերացիոն մասը բիզնեսին շատ հոգնածել է, չնայած բիզնեսի ես համահիմնադիր էի, դա մի քիչ դժվար է լինում էլի, որ դու համահիմնադիր ես, բայց քո բիզնեսը քեզ հոգնածում է, բայց 7 տարի հետո այդ պահը եկա ու զգացի, որ էմոցիոնալ առումով տես մի ձևի այդ հաճույքով չեմ անում այն ինչ որ անում եմ, բայց դա արդեն նորմալ չէր, դա սխալ էր համ բիզնեսի նկատմամբ, համ իմ նկատմամբ։ Ու այդ ժամանակ մտածում եմ ինչով պետք է զբաղվեմ, եթե դուրս գամ։ Ու մի քանի տես մտքեր կար, որոնցով որ ուզում եի զբաղվեմ, դրանցից մեկը արվեստի հետ էր կապված, մտածում էի արվեստի production էլի մոտավորապես տենց կարելի է ներկայացնել, տենց արվեստագետներ, ովքեր ինչ որտեղ տենց ճակատավոր no-name են, իրանց վերցնել, ներդրում անել իրանց վրա, իրանցից դարձնել արդեն հայտնի դեմքեր, ովքեր ունեն ասելիք ու ոնց որ իրանց հետ անել բիզնես, դա մի տարբերակն էր։ Բարդ թեմա։ Հա, ինձ հետաքրքիր բարդ, բայց որտեղ process-ի համար կներ հաճելի, որտեղ հենց այդ էր ինչից ես ոնց որ բան է հոգնել էի, էլի։ Եվ երկրորդն էլ executive search-ները, որը կար այդ պահին իմ մտքին, բայց ոնց որ executive search-ը մի քիչ ավելի բան թվաց, ավելի կայթակղիչ, որտեղ նաև ինձ շատ է դուր գալի մարդկանց հետ շփվել, բանակցել, ոնց որ ինչ-որ բան տալ, ինչ-որ բան վերցնել, դա դրա շատ հետաքրքիր, դրա համար առաջնային որոշեցի ես ուղղությամբ գնամ։ Չնայած արվեստը անդադար մտքում կա, մտածում եմ մի օր ոնց որ հետ եմ գնալու այդ ուղղությանը, բայց դա էր պատճառը, չնայած ես ի սկզբանե որոշել եմ, որ մի տարի կամ 2 տարի ոնց որ այս ոլորտում կզբաղվեմ, մի քիչ կհանգստանամ, ոնց որ բանը էներգիաս կվերականգնեմ, հետո կորոշեմ ինչ ուրիշ մասշտաբային բիզնեսով եմ զբաղվելու, որտեղ մենյուեմից հետո դժվար է փոքր բուտիկ ընկերությամբ զբաղվել, էլի մենք այնտեղ 1000-ից ավել աշխատակից ունեինք 4 երկրներում, մի խոսքով մասշտաբը բան էր, էլի այդ էներգետիկան բիզնեսի լրիվ ուրիշ էր։ Բայց կարճ ժամանակում այս ոլորտում լինելուց հետո հասկացա, որ հենց այդտեղ ուզում եմ երկար ժամանակ մնամ ու եթե հետագայում ուրիշ բանով ես զբաղվեմ, ապա դա կլինի այս բիզնեսի ոնց որ տրամաբանական շարունակություն ու հիմա էլ ինչ-որտեղ արդեն տեսնում եմ այդ շարունակությունը, դա երևի թե լինելու է ավելի շատ իրավահաջորդության հետ կապված ինչ-որ բան, հիմնադիրների, դա succession planning, հա, բայց succession planning-ը շատ հիմա ընդունված է ավելի ղեկավարների մասով, որը Boyden-ի ստանդարտ ծառայություններից մեկն է։ Ես մի քիչ էլ ավելի դա երևի կփորձեմ Հայաստանում զարգացնել, որը հիմնադիրների ժառանգականությունն է կամ ընտանիքի անդամ, կամ արդեն համակարգված բիզնես, որ սերնդափոխություն ավելի շատ։ Այո։ Կամ թեկուզ հենց նույն էլի ավելի համակարգված բիզնես, որտեղ շատ ժամանակ Հայաստանում ժառանգականություն ապահովելու համար ուղղակի բավարար չի հիմնադիրը դուրս գա եւ գա լավ փորձառու տնօրեն, որտեղ համակարգը պետք է լրիվ ոնց որ դիզայն արվի, ամեն մի ստորաբաժանում իր ճիշտ ֆունկցիոնալ ունենա, դա սկսի աշխատել, հետո նոր հիմնադիրի կարողանա գնա գա իշում եք իր փոխարեն կառավարի այդ ամեն ինչ, այլապես լավագույն ղեկավարը կարող է մեջով մտնելով, գործընթացներով, խորհրդատվական ինքը այսինքն բավական մեծ ոնց որ ծավալ է ենթադրում աշխատանքին, դու կարող մի քանի տարի տևի մեկ բիզնեսի ոնց որ succession ապահովել։ Boyden-ը դրանով զբաղվում է։ Boyden-ը զբաղվում է ավելի շատ ֆոկուսով միայն ղեկավարների, հա, կայացած ընկերությունների ղեկավարների իրավահաջորդության պլանավորում ու գնահատում, իրանց development պլանի կազմում եւ այլն, այդ կտորը Boyden-ը ունի, իր մոտ այդքան զարգացած չի բան, հենց բիզնեսի ոնց որ ավելի հատվածը, բիզնեսի ստրուկտուրայի ոնց որ
վերափոխում, որ ավելի հարմարեցված կլինի հիմնադրից հետո արդեն գործադրի կառավարմանը։ Այդ կտորը Boyden-ը շատ չունի, դա երևի ավելի մոտ է այլ խորհրդատվական ընկերություններին, բայց Հայաստանում քան որ շուկան կա ու ես էլ ունեմ ոնց որ բիզնես բեքգրաունդ, իմ համար այդ կտորը հետաքրքիր է ու հավանաբար Հայաստանում դա ոնց որ ապագա շարունակություն մեր բիզնեսի ոնց որ դա կանեն։ Շատ լավ, մինչև առաջ անցնել մենք սահմանենք էլի executive search ասածը մի բան է, headhunting-ը մի քիչ ուրիշ է, չէ, ընդհանուր ոնց որ աշխատակիցներ, այդ թվում մինչև բարձր օղակի ղեկավարներ ներգրավելու տարբեր մոտեցումներ կա, չէ։ Իրական կարծես որ headhunting-ը դա ժողովրդական ձևակերպումն է, բայց ինք իր բառով մի քիչ սահմանափակում է մեր գործողությունը կամ մեր process-ի մենակ մի հատվածն է ներկայացնում, դա ոնց որ այն մարդու տեղափոխություն, հա, կարելի ասել։ Բայց headhunting, ասենք սովորաբար IT-ում է տարածված, չէ, տարբեր ընկերություններից մեկին տանում են, իրանք ավելի ագրեսիվ են անում, հա, ավելի ագրեսիվ է իրենց մոտ։ Ինչանց հիմա չէ, հիմա IT-ն բավական նստել է ու այնտեղ առաջվա վիճակը չի, բայց էլի հա կա ու IT-ում շատ ժամանակ դա պրոստը գումարի մասն է խոսքը, խոսում քիչ ավելի գումարով մարդը հանդալինում է ուրիշ տեղ։ Կար տրադիցիոն, ասենք, հայտարարություն տալը ու հետո մեկ է LinkedIn, բան մարդկանց ոնց որ ինֆորմացիան ավելի տարածվեց, կարելի է նայել LinkedIn-ով ինչ որ բարձ դրանք տալ, հետո սկսել այդ մարդկանց կոնտակտ անել կամ զանգել։ Այդ այտենց նայենք ճանապարհը ոնց ասել համնասկզում աշխատանքի տեղավորման գործակալություններն են, որտեղ աշխատողները վճարում որպեսզի ան աշխատանք ապահովեն, հետո հայտարարություններն էր, որ լավագույններ, չանցյալ բոլորն էլ երևի շարունակում են մնալ, բայց ավելանում են նույն նոր մեթոդները, թվում է LinkedIn-ում մարդկանց առաջարկներ անելը, որը երևի այտենց headhunting-ի կտորն է։ Մեր աշխատանքը եթե փորձեմ համեմատեմ, իր մեջ ներառում է այդ կտորը, որովհետև մենք էլ շատ ժամանակ մարդկանց գրում ենք ու LinkedIn-ը երևի թե մեր ամենաշատ օգտագործվող գործիքն է, բայց մի կարևոր բան կուզեմ ասել, որ մենք շատ ժամանակ մարդու մասին ամեն ինչ գիտենք, այդ թվում իր հեռախոսի համարը ունենք, այդ թվում իր մասին մեզ մի քանի տեղից ռեկոմենդացիա են արել, բայց մենք ուղիղ միշտ որ զանգում ենք եւ ասում ենք որ SSS մարդիկ քո մասին պատմել են, որտեվ հայկական իրականությունում դա մի քիչ sense բան է, sensitive այդ պահել, արդեն երբ որ գիտեն որ գիտես քեզ զանգել են ու քո շրջապատը դրա մասին արդեն տեղյակ է, գործընկերները, նախկին գոլեգաներ եւ այլն, մարդը մի քիչ կաշկանդվում է, ավելի པարզ խոսա իր պոտենցիալ տեղափոխության մասին, որովհետեւ կարա նաեւ չստացվի ու ոչ մեկ չի ուզում այդ ինֆորմացիան տարածվի, դրան մենք դաժե այդ ինֆորմացիան իմանալով միևնույն է մարդուն փորձում ենք գրենք ուղիղ եւ ոնց որ փակենք բոլոր այդ այլ ոնց որ ձայները էլի, չգիտեմ, ոնց ասեմ, ինքը ավելի անկաշկանդ լինի մեր հետ ուղիղ շփվելու։ Դրա համար չենք զանգում, ասենք, ես ինչ մարդն քո համարը փոխանցել, LinkedIn-ով ուղղակի գրում ենք մարդկանց։ Իսկ շուկան այս տարիներին ոնց է փոխել, որովհետև մեր մոտ ընդունված չէ, չէ, ասենք, բարձր օղակի ղեկավարին ման գալ, անպայման տենց կողքերից մեկը պետք է լինի, էլի, չէ։ Առաջը միջև այս հարցն անդրադառնել կուզեմ այնտեղ մի քիչ լրացում անեմ, որ տպավորություն չլինի, որ մեր աշխատանքը հենց մենակ LinkedIn-ով բանն է, այդ թույլ կտաս հայտ մասը ոնց որ բան է, որովհետև մեր աշխատանքի մեջ շատ կարևոր կտոր ներառում է խորհրդատվական մասը, որովհետև մենք միջև պրոյեկտը վերցնել եւ միջև մարդուն գրել, մենք նախ եւ առաջ շատ երկար անում ենք հետազոտություն եւ ուսումնասիրում ենք այդ բիզնեսը, որ հասկանանք իրականում այդ մասնագետն այնպես պետք թե չէ։ Ու շատ այլնում մեր աշխատանքի արդյունքում, որ հաստիքը վերափոխվում է, ու այս վերջերս մենք ունեցանք դեպք, երբ որ մեզ այնց ուզում են կոմերցիոն տնօրեն, բայց մեր եւ հիմնադրի երկար զրույցի արդյունքում այդ հաստիքը բաժանվեց երկու հավասարազոր հաստիկների եւ ես կարծում եմ, որ դա շատ ավելի առողջ մոտեցում է այս բիզնեսի համար եւ մյուս կտորն է մեր աշխատանքի մեջ ճիշտ է շատ կարեւոր է, երբ որ մենք հաստիկը լրացնում ենք, բայց ես կարամ վստահորեն ասել, որ մեր դեպքում հաստիկը չլրացնելը չի համարվում աշխատանքը թերի կատարել, որովհետեւ շատ ժամանակ մենք տալիս ենք գործատուին հետադարձ կապ աշխատաշուկայից այնքան խորը որակյալ ուսումնասիրված, որ դա իր համար շատ ավելի կարևոր է, քան հաստիկը լրացվելը, օրինակ որ իր ընկերությունն իր վատ գործատուի բրենդավորում կամ իր ուզած մասնագետը աշխատաշուկայում ոչ թե ինքն այլ ինչ որ մեկ ուրիշ ոնց որ աշխատավարձի խորհրդատվության մեջ ընդհանրապես ամենա ինձ թվում է դժվար մասը այդ խնդիրը ձևակերպելն է, որովհետեւ մարդը մի հատ ինչ որ փորացավ ունի, իրան թվում է թե ինքը գիտի իրան ինչա պետք, բայց խորհրդատուն իր այդ խոսում է, բարձում է, որ կարող է լրիվ ուրիշ բան է իրան
Ճիշտ է։ Ու այդ ամեն ինչը մեզ օգնում է համ Պոյդենի միջազգային փորձառությունը, համ էլ որ մենք ամեն օր այդ process-ի մեջ ենք ու մյուս գործատուների ոնց որ հաջողությունները եւ անհաջողությունները կուտակվում է մեր ընկերությունում, մենք կարողանում ենք դա տալ մեր հաջորդ ոնց որ գործընկերոջը, իհարկե կոնֆիդենցիալությունը փակելով, պես միայն կարողանում ենք ճիշտ խորհրդատվություն տանք այդ հաստիքը լրացնելու դեպքում ինչ կարելի անել։ Հետեւաբար ոնց որ ամփոփ պատասխանեմ քո հարցին, headhunting-ը հա մեր գործի կարևոր մեղն է, բայց ոչ միայն։ Boyden-ը ես առաջ անգամ լսում պրոստը երևի թե այդ կանոն ոլորտին ծանոթ չեմ։ Ինքը մեծ ընկերություն է, հայտնի այդ ասպարեզում։ Հա, ղեկավարների ընտրման ոլորտում ինքը top 10 ընկերություններից մեկն է։ Ես իրականում երբ որ որոշեցի, որ միջազգային ընկերությունում Հայաստանում ուզում ներկայացնեմ, ինքս նախաձեռնել եմ top 10-ին գրել եմ եւ միայն Boyden-ի համար էր մեր շուկան հետաքրքիր, որտեղ հիմնականում մեծ ընկերությունները փոքր շուկաներ չեն մտնում։ Եվ հիմա Boyden-ի բանով եթե նայենք իր երկրների մեջ ամենափոքր GDP-ն Հայաստանը ունի, մեզանից մի բան վերը Սերբիան է, որը նույնիսկ կարամ ասեմ դիարժեք ներկայացված չէ, դա Սերբիան ոնց որ մեկ պարտներով է եւ առանց թիմ ոնց որ փոքր է, էլի բավական օֆիսը։ Խոսքով այդ առումով Հայաստանը ամենափոքրն է Boyden-ի քարտեզում, մոտ 50 երկրում է աշխատում, հիմնականում զարգացող կամ զարգացած երկրներ են եւ ունի մոտապես 350 պարտներ ամբողջ աշխարհում։ Զուտ տրադիցիոն մեր մտածելակերպի տեսանկյունից ինչու են դիմում ընկերությունները սեփական ուժերով չեն կարող գտնել համապատասխան մարդկանց, նո բարձր որ դրա համար, բայց սովորաբար երբ որ ընտրվում է ղեկավար պաշտոնի մարդ, ինչ որ որոշակի կոմֆորտի զոնա պետք է լինի հիմնադրի ու այդ ղեկավարի միջև, որ սովորաբար երևի թե իրանք ուզում են իրանց ծանոթների շրջանակում փորձում են չի ստացվում նկարներ ֆեյլներ։ Դե իրականում կա ամենամեծ երևի թե հատվածը, հա, այն ինչ որ նշեցիք, որ մեզ հիմնականում դիմում է, երբ որ չի ստացվում։ Բայց դա երևի թե մեր համար այն ամենաքիչ ցանկալի դեպքերն են, չնայած իրանք քանակային առումով ավելի շատ են։ Որտեվ executive search-ի ոնց որ ավելի իր value-ն ոչ թե նա որ ուղղակի մարդ գտնել, հա, որտեվ մարդ գտնել դիջիտալում այդքան բարդ չի։ Այլ այն, որ կարողանալ այդ process-ը տանել պրոֆեսիոնալ ձևով, որպեսզի բոլոր կողմերն ունեն գոհուի երջանիկ։ Ես մի դեպք ունեի, որը ֆինանսաբանկային ոլորտի ընկերություններից մեկը մեզ դիմել էր, որը շատ ցայտուն օրինակ է, ինչա executive search-ը եւ այդ ինչպես է պետք վարվել, board-ը այդ ընկերությունը ամերիկյան ընկերություն է, board-ը ամերիկյան է եւ երբ որ ինձ դիմեցին, իրանց համար պետք է սփնտրեի օպերացիոն տնօրեն, մի քանի օր ինձ հետ եկան, ասացին մենք ներսում թիմում ունենք եւս մի քանի մասնագետներ, ովքեր հավակնում են այդ հաստիքին ու ինձ խնդրեցին, որ իմ process-ով նաեւ այդ մասնագետներին անցկացնեմ ու իրանք պատրաստ էին, եթե իրանց ներքին մասնագետ անցնի այդ հաստիքին 100% մեր ծառայության համար վճարեն։ Որտեղ իրանց համար կարևորը այն չէր, որ այդ մի հաստիքի լրացման գումարը խնայեն, այլ կարևորը որպեսզի ընտրությունը լինի լավագույնը։ Իրանք չեն բացառում, որ ներքին տեխնացուն է նաեւ լավագույնը, բայց նրանք պետքա անկախ ընկերություն այդ process-ը տանի համ շուկայի լավագույններին նայի, համ ներսի լավագույններին ու կայացնի որոշում։ Հայաստանում տենց դեպք ես 2-3 անգամ ունեցել, բայց դրսում դա շատ ընդունված է, այսինքն այստեղ կարևորը հարցը չի չեն կարողանում գտնել։ Ու նաև մեր պայմանագրի շաբլոնում, հա, որ ամերիկյան կա, որ շատ ժամանակ հայ գործընկերները խնդրում են այդ կետորը փոխել, որը իրավունք ունեմ, կետեր կա, որ կարող եմ, կետեր կա չէ։ Եթե գործընկերոջ մտքով անցնում է ինչ-որ տեխնացու, իրանք մեզ պարտավոր են տեղեկացնել, որպեսզի մենք իրան դիտարկենք, եթե իրանք ուզում են նաև տեխնացուն բանի, ու Հայաստանում եթե ցանկանում են, կարող եմ հանել, բայց executive search-ը դա է, այսինքն process-ը տանել մաքսիմում պրոֆեսիոնալ։ Իսկ ինչի են մեզ դիմում մի դեպքում, եթե չեն կարողանում գտնել, լինում է դեպքեր, որ ուղղակի պետքա փոխարինում իրականացնել, հա, այսինքն կա գործող ղեկավար, իրան պետքա փոխարինել, բայց դրա մասին ներքին թիմը ոչ մեկը պետքա չիմանա, այլապես կարող է չգտնեն լավագույնին փոխարինողին եւ այդ դեպքում պետք է գնան պլան B, որպես իրանց գործող ղեկավարի հետ ինչ-որ այլ լուծում գտնեն, չգիտեմ, վերապատրաստում կամ եթե ինչ-որ մասով չի կարողանում տեղակալ բերել, ինչի պետք է չիմանա, որտեղ նաեւ պետք է չիմանա այդ ղեկավարը ում փոխարինում են։ Զգախտ է, հիմնադիրը որոշել է օրինակ տնօրենին փոխի կամ ֆինանսական տնօրենին, որովհետեւ ինչ-որ մասով չի ձգում, բայց ինքը վստահ չի արդյոք շուկայում կա այլ ընտրանք, որ ինքը կարա այդ բանի ու մեր միջոցով ինքը ունենում է վստահություն, որ կա այլ ընտրանք թե չէ, նոր գործողին տեղեկացնում։ Մենք տարվա ընթացքում երևի 3-4 նման դեպք ունենում ենք տարբեր
ղեկավար հաստիկների մասով։ Բայց մենք երևի խոսում ենք համեմատաբար որոշակի կորպորատիվ կառավարում ունեցող ընկերությունների մասին, որովհետև Հայաստանի երևի գերակշռող ընկերությունների հիմնադիրները նաև տնօրեններ են։ Ու ղեկավարներ են։ Բայց իրանց էլ է պետք լինում։ Ես ինչու դու եկար հարցել եմ, բայց եթերում էլ հարցնեմ, ինչև ինչ մակարդակ եք։ Մենք նայում ենք, հա, դասական տարբերակով դա տնօրեն -1 հաստիկն է, տնօրեն եւ տնօրեն -1, ինչպես նաեւ board member-ներ, այսինքն տնօրեն +1։ Շատ խոշոր ընկերությունների դեպքում կարա ընդհանուր լինի տնօրեն -2, բայց դա շատ հազվադեպ է այդ բացառությունը։ Տնօրեն -2, որը ելի իր հերթին ղեկավարում այն ստորաբաժանում կամ ինչ-որ ֆունկցիոնալ։ Բայց նաև լինում է դեպք, որ փոքր ընկերությունների դեպքում մենք նույնիսկ տնօրենի հաստիկ չենք վերցնում, որտեղ դա ինստիտուցիոնալ կառույց չի ու կորպորատիվ կառավարման ոնց ասեցիք, ոնց որ կայացած չի։ Որտեղ մեր համար շատ կարևոր է մեր product-ը, որը մենք տալիս ենք, այսինքն ծառայություն նկատում եմ, լինի հասկանալի եւ այդ ընկերությանը ոնց որ մարսելի։ Իսկ այդ +1-ի պահանջարկը կա խորհրդի անդամների։ Գնալով էլ ավելի շատ, մենք անցած տարի 4 հաստիկ ենք հրացել խորհրդի անդամների, այս պահի դրությամբ 1 հաստիկ ունեմ էլի, որ զբաղվում եմ։ Ինքը կարելի ասել, որ շատ դանդաղ քայլերով այդ ուղղությունը զարգանում է, բայց հիմա մենք որ այդ ուղղությամբ առանձին մի ծառայություն ենք ստեղծում Հայաստանում գործող խորհրդատվական ընկերություններից մեկի հետ, ովքեր որ պետք է արդեն դիզայն անեն իրավական կտորը եւ ստրուկտուրալ մասը, մենք ոնց որ արդեն համապատասխան մասնագետների բերենք, ու այս ծառայությունը լինելու է այն ընկերությունների համար, ում համար դա օրենքի պահանջ չի ունենալ, ոնց որ տնօրենների խորհուրդ կամ խորհրդատվական խորհուրդ, ոնց որ դա լինելու է այն դեպքում, երբ որ ուղղակի կա այդ գիտակցումը, որ բիզնեսի զարգացման համար դա պետք է։ Ես խորին համոզմունք ունեմ, որ այստեղ հայ բիզնեսմենները, որ դրան չեն գնում, մտածում եմ դա թանկ հաճույք է, դրա համար չեն գնում, բայց մենք այդ մասնագետներին դրսում նայելով եկել ենք այն բան համոզում եմ, որ բավական էժան է, հաշվի առնելով ինչ մեծ value են տալի, ու օրինակ ընդհանուր ամիսը $1000 աշխատավարձով կարելի է ունենալ հանես board member, ում երբեք ոչ մի դեպքում չես կարող full time ոնց որ hire անել էլի, բայց դու գունաց այդ գիտելիքին доступ ոնց որ լիարժեք էլի։ Իսկ 4 հաստիկներ լրացվել են Հայաստանում, այսինքն մասն այդ 4 անդամներ Հայաստանում ապրող։ Ну, չէ, board պոզիցիաներ են եւ իրանք չգնում գալիս են։ Երեքը Այդ է ուզում հասկանալ ոչ թե ընկերությունը Հայաստանում, այլ մարդիկ իրենք Հայաստանի ֆիզիկապես տեղափոխվել են թե չէ։ Ֆիզիկապես Հայաստանում են թե ոչ, այսինքն հայ են թե ոչ։ Հասկացա, չէ, 4-ն դրսից են։ 4-ն դրսից են, որոնցից 3-ը ֆինանսաբանկային ոլորտ է, այսինքն օրենքի պահանջեր, որ իրենց մասը, մեկը ոչ ֆինանսաբանկային, ուղղակի բիզնեսը որոշել է, որ իրենց նման մասն է։ Իսկ դուք ո՞նց կարողանում եք դրսից մասնագետ փնտրել, այսինքն Boyden-ի գլխամասի հետ եք այդ դեպքում աշխատում։ Նույն կախված է բանից, կոնկրետ ինչ քեզ ենք ոնց որ մենք բանում, կան մի քանի տարբերակներ։ Օրինակ, այս դեպքում մենք նաև օգտագործել ենք մի հարթակ կա, կոչվում է Blue Steps, որը executive search ընկերությունների կողմից ստեղծված համաշխարհային ասոցիացիա կա, այդ ասոցիացիան իր հերթին ունի Blue Step հարթակ, որը փակ հարթակ է, եւ այնտեղ top ղեկավարները կարողանում են իրենց պրոֆիլները տեղադրեն կոնտակտով եւ ֆինանսական ակնկալիքներով, այնտեղ հիմնականում մասնագետներն ում աշխատավարձի ակնկալիքը սկսում է $500,000 մինչեւ մի քանի միլիոն $։ Որտեղ կա ուղիղ доступ իրանց, ու ես ոնց որ իմ նշած 4 մասնագետներից չեմ մեկ թե երկու իրանց ամիսը $1,000-ով կարող եք բերեք board։ Չէ, հա։ Full time ֆինանսական ակնկալիքը $1 միլիոն է։ Ուղղակի ճիշտ չեմ վստահ եմ ես մեկին է ճանաչում, որտեղ մեր ռեգիոնում ինքն է սուպեր ստար է։ Իսկ այդ դեպքում փաստորեն իրանք տարբեր board-երի անդամներ են, դրա համար կարողանում են իրենց Որտեղ board-ում աշխատանքը ինքի где-то 20-25 ժամ տարեկան աշխատանք է ենթադրում, որը նայած board։ Հա, նայած նաև ինչքան ուզում ես ինչքան ներգրավված ես ուզում լինես։ Խորհրդի նիստի ես մասնակցում ու մենակ այդ նիստի այդ ժամերն է։ Ու նիստի ժամերը եւ մեկ մի ժամ ու կես նախապատրաստվելու համար, նախորդ նյութերը կարդալու, բայց դա 1000 չեմ ուզում ասեմ, դա ոնց որ շատ բան է, ստանդարտն մինչեւ 1.5 միլիոն դրամ ունեցել եմ ու ասենք վիզայի կոնտինենտի տնօրեն, շատ չմանանավոր անունները բան չանեմ, օրինակ պայմանական Աֆրիկայի վիզայի տնօրենը
ով թոշակի անցել, պատրաստ է եղել, ասենք, բան գա board member ու հիմնականում այդ level-ի մասնագետներ։ Տարիքով են սովորաբար։ Մեծամասամբ տարիքով են, board-ի դեպքում դա ոնց որ նորմալ է, իրենք արդեն իրենց մեծ էքսպերտիզան արդեն պետքա փոխանցեն, բայց հա նման board member-ներ շատ կան ու ովքեր որ կարելի ասել բան թերագնահատված ոնց որ բաների հնարավորություն հայկական բիզնեսների համար։ Իսկ երբ որ board member-ի ոնց որ պահանջարկ են տալիս կամ հայտ են տալիս մասնավորացնում են, ասենք նաև ինչ կոնկրետ ոլորտի էքսպերտիզա պետք է ունենա, ոչ թե նկատի ունեմ ֆինանսաբանկային, այլ խորհրդի կոմիտեների մասով, օրինակ այս կոմիտեում պետքա նստիկ ամեն կոմիտեում, չգիտեմ, ռիսկերում, թե նշանակումներում, թե աուդիտում։ Երբ որ դիմում են մեզ, այո, որովհետև եթե ուղղակի ներկայացուցական է պետք, այդ դեպքում պրինցիպի մեզ դիմելու իմաստ չկա։ Ոլորտը փոքր է, կարելի է նայել 5 գործընկերներ, ինչ-որ մեկին ասել, պրոստը գա, այնքան որ քվեարկելու համար էլի կոպիտ ասած։ Մեզ դիմած բոլոր դեպքերում ոչ թե կոմիտեների մասով է եղել, այլ ընկերությունները հստակ ունեցել են milestone, որ ասենք չեմ 3 տարի հետո պետք է շնորհատ գործողություն իրականացնեն եւ board member-ը այն մարդն է, որ այդ ուղղությամբ ընկերությանը ստրատեգիկ առումով ոնց որ հսկելու է, որ ճիշտ ուղղությամբ գնան, ինչի բացառում հասանուստով կարիք ունի այդ board member-ին օրինակ փոխել։ Ու կախված ընկերության ստրատեգիայից, համենայն դեպքում բոլոր քեսերը հստակ բանով էին ուղղությամբ էին։ Չեմ հարցնում, որտեղ մեր մոտ այդ process-ը նոր սկսել է, այսինքն նույն բանկերում հաճախ կա խորհուրդ, բայց կոմիտեներ չկան։ Համաձայն եմ, հա։ Այդ բացը կա, որը լավ չի։ Իսկ հիմնական որ ոլորտներում է ձեր բանը։ Կա տենց ինչ-որ ոլորտային բան, թե տարբեր։ Ես ջեներալիստ եմ, ես բոլոր ոլորտներում աշխատում եմ։ Բայց եթե պորտֆելով նայենք, ամենամեծը ինձ մոտ վերջի 3 տարին ֆինանսաբանկայինն է, երկրորդ ու երրորդ տեղերով փոխվում են խաղային ոլորտը եւ արտադրությունը, երրորդը երևի թե ռիթեյլ էլի ոնց որ ավելի շատ երևի Չորրորդը, հա, երկրորդը բանը խաղային ու արտադրությունն է եւ չորրորդը արդեն բանը ռիթեյլ ոլորտն է։ Այս խաղային ասածը ենթադրում է IT, որտեղ իրանք տենց դիրքավորման մեջ են, թե։ Ես IT մասնագետների հայինգով չեմ զբաղվում, այդ իմ համար տենց ծուր բանը սկզբունք է։ Մաքսիմում կողս CTO-ից ներքև հաստատ senior developer մասնագետներ մի անգամ մի կլիենտի համար արել եմ բացառություն, ու տենց այդքան երջանիկ չեմ։ Դրա համար այդ ոլորտ որոշել եմ, որ չեմ մտնում։ Հետևաբար չէ, եթե հիմա հետ գամ հարցին, բանը կլասիկ ուղղություններն են եղել, էլի մարքեթինգի տնօրեն, ֆինանսական տնօրեն, օպերացիոն տնօրեն, խաղային ոլորտի համար նման մասնագետներ։ Պետք է խաղային ոլորտի համար advisory board member եմ բերել։ Ու նաև խաղային եմ ունեցա, որ քանի որ ինքը տալիս է հնարավորություն շատ ժամանակ remote աշխատանքի, ես ունեմ նաև փորձ Բարսելոնայում ցույց փոքր management team հավաքելու։ Միջին ինչքան ժամանակ է տևում մեկ հայտ լրացնելու։ Ու մոտավորապես քանի մասնագետ պետք է նայեք, որ եթե գործատուն իր կողմից process-ը չի դանդաղացնում, իսկ դա մեր երևի թե ամենամեծ ազդեցությունը պրոյեկտի երկարության վրա, որտեղ որոշում կայացնողները հիմնականում հիմնադիրներն են, ովքեր շատ ժամանակ գործողումներ, այդ ստրատեգիկ հարցերով են զբաղված ու օբյեկտիվորեն չեն հասնում շատ արագ անեն մեր process-ը։ Եթե ոնց որ իրանց մասը համարենք, երբ որ մենք տեխնացու ենք տարի ենք հաջորդ օրը կհանդիպեն, ապա ամեն հավանականությամբ հաստիկ կրասվի 1.5 ամսվա ընթացքում։ Մենք առաջի տեխնացուներին տալիս ենք միջինը 3 շաբաթվա ընթացքում, կախված ոլորտից դա կարելի է ավելի շուտ կամ ավելի ուշ, տալիս ենք սովորաբար ոչ պակաս քան 3 եւ տալիս ենք այնքան, ինչքան որ մենք կարծում ենք, որ պետք է այդ հաստիկը լրացնելու համար։ Այսինքն մենք սովորաբար վերևից սահմանափակում չենք դնում, դեռ մեր նպատակը խնդիրը լուծելն է։ Նպատակը այն չի, որ տան 3 հոգի, ասենք դե տվել ենք, չենք ուզում վերջացնենք, բայց իհարկե կախված հաստիկից մենք նախորդ ի սկզբանե տալիս ենք ճիշտ ակնկալիք, որ այս տեսակ մասնագետը այս ինչ բյուջեով մենք հավանաբար 7 հոգի ենք ձեզ կարողանալու գտնենք, իսկ նախորդ փորձում ենք պլյուս մինուս տանք, էլի դա ճիշտ ակնկալիք։ Իսկ թիմը ընկերության քանի հոգի է։ Հայաստանի թիմը մեզ մոտ 6 հոգի է, կան մարդիկ, ովքեր որ դրսից են աշխատում remote, բայց 5.5 1 հոգի կեսնում կա եւ իսկ կա որոշակի մասնագիտական, չգիտեմ, որակավորում, որ
մեզ մոտ աշխատելու համար։ Իրականում չէ, առանձին այս որակավորում չկա, մեր գործի համար ամենակարևոր գիտելիքը փորձառություն դա ինձ ժողովրդական ասում աշխատեսած, որտեղ մենք անընդհատ տարբեր բիզնեսների հետ ենք աշխատում եւ անընդհատ նոր քեսերի հետ ենք առնչվում, ու մեր համար կարեւոր է որ ցանկացած իրավիճակում կարողանա մեր մասնագետը ճիշտ զգա այս մասնագետը այս իշխանթիրը կարա լուծի թե չէ, հաշվի առնելով այն բիզնեսը որտեղ ինքն է գտնվում եւ այն բանը որ պետքա լուծի։ Այսինքն դուք HR-ի մասնագետ չեք։ Ավելի շատ բիզնեսի մասնագետ կամ ոլորտի մասնագետ։ Իրականում մեզ մոտ կան եւ նախքին HR փորձառություն ունեցող մասնագետներ եւ այլ ոլորտից, բայց միայն ով գալիս է, մենք ոնց որ տենց ստոպ ենք տալի իր հին բոլոր գիտելիքները եւ սնուցում ենք բիզնես նոր բաներով, ոնց որ տարբեր ոլորտի գիտելիքներով։ Որտեղ այստեղ ամեն անգամ ոչ ստանդարտ քեսի հետ են առնչվում, իրանք պետքա լինեն ճկուն ու աշկաբաց, որ անդադ նոր բանը ոնց որ հասկանան իրավիճակային ճիշտ լուծում տան, էլի։ Պայմանական օրինակ ասեմ, պայմանական չէ, երեք տեղի ունեցած դեպք մեր օֆիսում մեր ժողովրդի ինտերվյու էր անում, դրսից մարքեթինգի տնօրեն ենք բերում Հայաստան եւ ինտերվյուից հետո մենք հաշվետվություն ենք տալի մեր կլիենտներին, կախված տեխնոլոգիայի փորձառության հետ կապված եւ այնտեղ միջև ուղարկել է դες անպայման մի հատ աշկի եմ հասկացնում ու գրված է որ մարքեթինգային բյուջեն, որը ղեկավարի այդ մասնագետը $500 միլիոն մասնագետին Ռուսաստանից ենք բերում, ունենալով բիզնես փորձառություն, ես հասկանում եմ, որ Ռուսաստանում երբ կա 10 ընկերությունով ունի այդքան մարքեթինգային բյուջե։ Նայելով ընկերությունը, որտեղ ինքն աշխատում է, հասկացա, որ դա 100% $500 միլիարդ է։ Պրոստը ռուբլին չի շեշտել, մեր մասնագետներն է հետևողական չեն եղել, որ դա բանան, ու միանգամից ոնց որ բանցի։ Շատ բաներ կա, որ իրանք արդեն ունենալով փորձառություն, շատ խնդիրներ ի սկզբանե կանխում են, մասնագետը թե ասում է, ազգում են որտեղ է կամ սուտը կամ թեկուս սխալ ինֆորմացիան ու ճշտում են անում, բայց կարայշուբան աշներից բաց թողել, դրա համար մեր գործի մեջ ամենակարևոր բանն է բիզնես դայվերս ոնց որ բանն է, փորձառությունն ու գիտելիքներն են։ Իհարկե մեր գործը շատ նման է HR-ական կտորին, բայց դա ոնց որ ամենաբարդ հատվածը չի էլի մեր աշխատանքի։ Բոյդենի գործընկեր ոնց տարակ, դրա համար ինչ-որ չափանիշներ կա, իրանք ինչ-որ սերտիֆիկացիա ասեցիր, բայց ինչ-որ բաներ անում են։ Դե ես ոնց ասացի, top 10 ընկերություններին դիմեցի։ Այդ թվում է Բոյդենը չպատասխանեց, ես ստիպված դիմեցի Ռուսաստանի եւ Դուբայի պարտներներին, խնդրեցի, որ մի ձև կազմակերպեմ, որտեղ իմ որ բարձր է թե չդառնա միջազգային պարտներ ընկերության լոկալ բիզնես զարգացնելու այդպես ասոբը ցանկություն չունեի ու ոնց որ ուրիշ ոլորտ եմ ավարտման գալու, մի խոսքով ամեն ծխնելուզով մի խոսքով մտայելի կարելի ասել։ Դրանից հետո ոնց եղավ process-ը, ինձ ներկայացրեցին, ստացած այնպես որ Ռուսաստանի պարտները նաեւ Global Boyden-ի board member էր, նույնիսկ ներկայացրեց CEO-ին, ծանոթացրեց իր հետ եւ նախնական ծանոթություն, ասես սիմպաթիայից հետո, չգիտեմ, կամ վստահություն ներշնչելուց հետո, մոտավորապես տենց տարուկես ես Boyden-ի անդամ չէի, բայց միևնույնն է, իրանք ունեին իմ պրոյեկտներին դոստոպ ուտեցնում ես, ինչ պրոյեկտներ եմ անում, ինչ արագությամբ, ինչ չեկեր են ինձ մոտ եւ այլն, ու դրա հիման վրա արդեն բանը եւս մի քանի փուլ ինտերվյուներ անցա արդեն ընդհանուր բորդի հետ եւ այլն ու ոնց որ այդ որոշումը կայացվեց process-ը ոնց որ մոտավորապես այդպես է ամենակարևոր մոտեցումն է որ նրանք պետք է հասկանան դու արդյոք կարողանալու ես Boyden-ի գլոբալ ստանդարտներն ու որակները քո երկրում պահես որտեվ հեռավորության վրա շատ հեշտ է սխալ աշխատել որտեվ դրա մասին նրանք վարքյանական չեն իմանա սա կարևոր է հեռավորության վրա վստահությունն է որակներն ու ստանդարտները գրված են, հա, դրանք ինչ-որ։ Հա, ունենք էթիկ նորմեր, որոնք որ գրված են, որոնք մենք խստորեն հետևում ենք դրան, ունենք մենք ստանդարտներ, որի չեն կարող շեղենք այդ նաև պայմանագրային կա, կետեր որ կարան կա, ոչ օրինակ մենք ոչ մի դեպքում իրավունք չունենք առանց կանխավճար աշխատելու։ Եթե մենք աշխատում ենք առանց կանխավճար, մենք արդեն դառնում ենք դասական ռեկրուտմենտային ընկերություն, ովքեր աշխատում են success fee-ով։ Ինչի մենք իրավունք չունենք առանց դրա, որտեղ եթե մենք մենակ success fee-ով ենք աշխատում, նշանակում է մենք կլիենտին ուրիշ value չենք կարող տանք բացի հաստիկը լրացնելուց։ Այսինքն իրականում կարող ենք, եթե այսինքն եթե քո շուկայում դու չես ընկալվում որպես value տվող, ուրեմն դու Boyden-ի անդամ չես կարող լինես։ Դա է, ունենք էթիկ նորմեր, օրինակ ամենակարևորներից, որ մենք չունենք իրավունք մասնագետներից ֆինանսական ակնկալիք ունենալ, հա, երբ որ մենք մասնագետն անցնում աշխատանքի, ինքը մեզ ոչ մի տեսակ ֆինանսական բան չի կարա տա ոչ սկզբում ոչ ամենագործատուն միայն գործատուն, հա որպեսզի մենք մասնագետներ ներկայացուցած ունենանք անաչար կարծիք։ Ու շրջանակ ես իմ կողմից ներկայացված տեխնոլոգիայի մասով հստակ տալիս եմ գործատունին գրադացիա, որ
խորհուրդ եմ տալի առաջին ես մասնագետին դիտարկի, հետո ես ու ամենքի մասով էլ նաև ասում եմ թե ինչ ռիսկեր ես ունենալու, որտեղ ռիսկեր չի կարա չլինի, ու ասում ես դեպքում եթե ես մասնագետին վերցնես պետքա ամբողջ կյանքը ուշադրինես այս կտորի վրա, որտեղ հենց այս պահը հանդիպի ինքը տեղ կաղալու է։ Հայաստանում այդ recruitment ընկերությունները իրանք գումար ստանում են այն մարդուց, ում որ տեղավորում են աշխատանքի որպես կանոն, որպես պրակտիկա։ Իմ իմանալով չէ։ Ժամանակին Հայաստանում հենց մենակ այնց է բիզնեսը աշխատել։ Բայց իմ իմանալով հիմա ոչ մի ընկերություն այդ մոդելով չի աշխատում։ Միգուցե դեռ կան աշխատանքի տեղավորման գործակալություններ, ովքեր որ ավելի սերվիսի ոլորտում միգուցե անում են, չեմ կարող ասեմ, կամ միգուցե բանը դեպի ասիական երկրներից աշխատուժ որ գալիս է, կարող է իրանց դեպքում են անում։ Սպիվը արդեն չէ։ Ուղղակի LinkedIn-ում այդ առումով չէ, զուտ մեր խոսակցության առումով։ LinkedIn-ում շատ հաճախ եմ հանդիպում պոստերի, որտեղ որ HR-ի մասին են իրանք։ Շատ ինտերվյուն ինչպես անցավ կամ չգիտեմ կամ վատ օրինակներ են էլի բերում կամ չգիտեմ ընկերության տնօրենը հասկանալի մարդ է։ Իրանց վատ experience է, հա, շատ եմ Կամ իմացան, որ հղի են գործիչը վերցրեցին։ Չգիտեմ, ամեն դեպքում դա շատ է, այսինքն մենք կարող ենք ասել, որ Հայաստանում HR-ի հենց ընկերությունների ներքին HR մասնագիտացումը բավականին ցածր է։ Դուք HR-ների հետ աշխատում եք ընդհանրապես, թե ոնց որ ձեր գործը այդքան չի առնչվում։ Մեր գործը ավելի շատ հիմնադիրների հետ է, որտեղ իրանք են վերջնական որոշում կայացնում, լինում են դեպքեր, որտեղ վերջնական որոշում կայացնողը կամ գոնե մեր փուլում, հա մենք չենք շփվում հիմնադիրի հետ HR-ն է, բայց դա կարող եմ ասեմ, որ 90%-ով մեր վատագույն պրոյեկտներն են, որտեղ մի շուտ իման չի ստացվում, չեմ կարող ասեմ ինչի, բայց մեր դատան է ցույց տալի։ Մրցակցության, հա, խանդի բան կա։ Դե դատան է ցույց տալի, մնացած թողում է ենթադրել, չգիտեմ, ինչ է պատճառը, բայց կարող է նաև հենց իմ անձնական փորձառությունն է, քանի որ ես բիզնես եմ գալի, ում շատ հեշտ է հասկանալ ցանկացած բիզնեսմենի, այդում երբ որ ինքը ասում է տարօրինակ մտքեր, օրինակ թեկուզ հղիներին չեմ ուզում վերցնեմ գործի։ Ես կարող եմ այդ համաձայն չլինեմ, բայց ես հասկանում եմ ու գիտեմ, ես ինչ կարող եմ սխալ օրինակ բերեցի, բայց մի հատ ցանկացած կապրից ես հասկանում եմ, իմանալով ոնց է մտածում բիզնեսմենը եւ ինքը ուզում, հա։ Իմ կարծիքով լավ HR-ը դենա որ բիզնեսից է եկել, ոչ թե ծնվել է HR-ում էլի։ Իհարկե, ու նաև եթե ուզում եք իմանալ ինչ մի HR-ը լավագույն կայացել է, ուրեմն ինքը պիտի պատրաստ լինի գնա սեփական բիզնես բացի։ Մենք շատ գիտենք ֆինանսական տնօրեններ, մարքեթինգ տնօրեններ, հետո դուրս են գալի ֆիրմեից, դառնում են բիզնեսմեններ, բայց HR ես մի հոգի գիտեմ, ով դուրս եկել ընկերություն է ստեղծել։ Հետևաբար դա էլ լավ պակասած է։ Իսկ HR-ների ոլորտի եթե կայացվածության մասով, հա, այդ հարցին հետ գամ, կարծում եմ ոչ է ինքը իրականում այդքան էլ կայացած չի, բայց մի քիչ օբյեկտիվ պատճառ կա, չեմ ուզում ոնց որ քարն հետեմ ոնց որ այդ ուղղությամբ, պատճառն է, որ ինքը ինստիտուտն է նոր կայանում, հա, եթե նայենք Եթե վերջի 10-15 տարին է, որ ընկերությունները ավելի մեծ կարևորություն են սկսեն տալ, իսկ չի կարա HR մասնագետներ իրենց որոշում պետք է լավը դառնան, էլի դրանք պետք է բիզնեսներն պատրաստ լինեն ու բացելեն այդ քննարկմանը։ Դրա համար եւ ինքը հիմա կարծես զարգացող ու կայացող ոլորտներից է, ну, այդ հաշվի առնելով ինչքան ժամանակ է անցել, ես ոնց որ ված չեմ գնահատում այն իրավիճակի, որ մենք հիմա HR ոլորտում ունենք Հայաստանում։ Այսինքն մենք կադրերի բաժնի ու HR-ի դեպի արանքում են գտնվում։ Զարգացման տեսանկյունից։ Իսկ դաժե մի քիչ ավելի մոտ արդեն բան են HR-ին, հա, այսինքն այստեղ ես չեմ կարող ասեմ վատ վիճակում են գտնում, բայց օբյեկտիվորեն շատ հենց ճանապարհ կա անցնելու, հա, բայց ամեն դեպքում ինքը այդքան վատ վիճակում չի, որտեղ հիմնականում HR մասնագետները իրենց վրա աշխատում են, փորձում են տարբեր որակավորումներով, տարբեր կրթության բանով ավելացնել։ Միակ բանը, որ այդքան լավ ուշադրություն չեն դարձնում, այս բիզնեսը զգալուն է, հա, իսկ բիզնեսը զգալու լավագույն ինդիկատորը իմ համար HR-ի դեպքում է նա, երբ որ օրինակ ինքը գնա ասի, որ ես կարծում եմ, որ ես ինչ մարդուն պետք է հանենք գործից, որտեղ ես եմ տեսնում, թե ինչպես կարա այդ մարդուն հանելու դեպքում ես ինչ գործը ավտոմատացվի կամ ինչ-որ մոտ, այսինքն HR-ը չպետք է լինի մարդու մասին, ինքը պետք է լինի բիզնեսի մասին, մարդու միջոցով ֆինանսական տնօրեն չի գալիս, ասում ես կուպյուրան չվնասենք։ Բայց դա ներքին կոնֆլիկտ էլ կարող է տեղի ունենալ, այսինքն դու արտահայտ ես քո կարծիքը որպես HR-ի ընդհանրենք բլոկի մարդ, ղեկավարի ընդհանրենք նույնիսկ ու եթե դա չընդունվի ու այդ մարդը ում որ դու ասում ես այդքան էլ չի համապատասխանում, դու ունենալու եք բավականին սրացված իրավիճակ։ Դե դեպքում պետք է այդ փորձառությունը եւ այդ
նույնա տեղում այդ մասնագետը bold կանգնած է, որ հա, ես կարծում եմ դու պետքա չլնես, տնօրենը համաձայն չի, դեռ կհամոզեն կամ օքեյ ներողություն անցանք առաջ, այսինքն այդ հասունությունը պետք է ունենալը գնալ առաջ։ Մենք ֆինանսական տնօրենը երբ որ որոշում է ռուբլիով չպահենք պահուստները, այլ չինական յուանով, ռուբլին չի նեղանում, չէ՞, կամ որ նեղանում ֆինանսական տնօրենը շատ հետաքրքիր չէ, կարծում եմ դա է պետք։ Հետևաբար այս նույն մոտեցումը ես կարծում եմ պետք է HR-ը ունենա մարդկային կապիտալի մասին դի հոգ տանի, որտեղ դա ռեսուրս է, բայց միևնույնն է ռեսուրս է, որովհետև մեզ պետքա PNL-ի վերջի թիվը լինի պլյուս։ Եթե PNL-ի թվի վերջը պլյուս չի լինելու, այդ ռեսուրս բան չի, այսինքն սոցիալական պրոյեկտ չի բիզնեսը։ Ու HR-ները որտեղ սոցիալական մոտեցումը վերածվի բիզնես մոտեցման, ես կարծում եմ, որ հայ բիզնեսմենները առնվազն շատ ավելի մեծ տեղ կտան HR-ներին, ու հենց ինստիտուտը ավելի կզարգանա, որտեղ մեկ այլ բանով, sense դոմինոյի էֆեկտով կշահեն հենց նույն մարդիկ, որ HR-ը բանանում էլի փորձում է իրանց մասին հոգ տանի։ Իսկ հիմա չէ տեղ ունենում ինչ լինում է մեծամասամբ լավ պաշտպանողական ռեակցիա եւ ավտոմատ հիմնադիրը HR-ին ընկալում է որպես մարդ, որ իր ասածները պրոստը թևերը փռում է թիմի վրա, որ հանկարծ չվնասեն, բայց չէ, թե պետքա վնասեն։ Ուրեմն պետքա վնասեն։ Քո product-ը նիշովի product-ը։ Իմ ճիշտ եմ, չէ՞ ասում։ Իհարկե։ Իմ բիզնեսն էլ է շատ նիշովի, շատ քիչ մարդ գիտի։ Ոնց ես անում, որ քո մասին իմանա։ Պոդքասթներ եք։ Նաև երևի։ Պոդքասթը շատ կարևոր է, որ այս Նաև բոլոր միջոցառումներին մասնակցում է։ շատ կարևոր բան է, սա նաև կասեմ, այդ նաև պատճառը, որտեվ շատերի մոտ նաև տարօրինակ է թվում միջոցառումների ներկայացնելը, ես նաև դրա բան կասեմ։ Ոնց է հիմնականում բիզնեսը զարգացումից ես ոնց եմ ձեռք բերում նոր հաճախորդներ։ 99%-ը դա ռեֆերալներով է, այսինքն ես չեմ ուզում ասեմ երբեք չեմ, բայց կարող է 6 տարվա գործունեության ընթացքում ինքս իմ նախաձեռնությամբ տենց 5-ից 10 բիզնեսմենի ինքս գրածելնեմ կամ զանգածելնեմ այն մտքով, որտեղ ես գիտեմ, որ օրինակ ինձ մոտ մեծ տրանսֆորմացիա տեղ ունենում, ամեն հավանականությամբ կարող է մեր ծառայության կարիքը լինի։ Ավելի շատ հենց ռեֆերալներով իրանք են գալի ու նաև ցավոք պետք է ասեմ, որ շատ ժամանակ իմ մոտ ռեսուրս ուղղակի թույլ չի տալու, ես շատ ժամանակ նաև մերժում եմ հաճախորդներին, ում չես չի ուզում մերժեմ, այսինքն ակտիվ business development-ով եւ ակտիվ վաճառքով չեմ զբաղվում ծառայությունների։ Ինչ վերաբերվում է բանին, հա, նաև ոդքասթներին մասնակցել է, թվում նաև օրինակ ձեր մոտ գալիս ինչ եմ ուրախությամբ ոնց որ ընդունել, որտեղ Հայաստանում executive search-ը շատ ինքը բան է, ինչքան էլ մենք ագին աշխատանքարել ենք, բայց միևնույն շատերի համար անհասկանալի է։ Ոնց որ ինչ-որ տեղ ես կարելի ասել փոքր միսիաներ ունեմ Հայաստանում executive search-ի էությունը ավելի շատ բարձ եւ հասկանալի դարձնեմ եւ բիզնեսների համար եւ մասնակիցներում պրոստը ոնց որ կարծես ֆիլանտրոպիստի շուտ բան է, էլի այտենց նպատակը, որ պրոստը ոլորտը զարգացնել։ Որտեւ Հայաստանում չկա այլ executive search ընկերություն դասական առումով, կան իհարկե շատ ընկերություններ, ովքեր որ ղեկավարների հավաքագրումով են զբաղվում, բայց դասական առումով executive search, որը պետքա լինի, Հայաստանում միայն Boyden-ն է, ու նաև մենակ Boyden-ն է, որ համաշխարհային ասոցիացիայի անդամ է։ Հետաբար այդ միսիան ես ոնց որ ին վրա վերցրել։ Մարդիկ կան, որտեղ հա, նո տարբեր մարդիկ, տարբեր ընկերություններ կան, որ նաև ղեկավարների հավաքագրումով են զբաղվում, ի լրում են նաև այլ ծառայությունների։ Բայց ինքը շատ նման է օրինակ ոնց գործունեության, հա, կան բանկեր, ովքեր որ ինվեստիցիոն ծառայություն տալիս են, բայց ներդրումների համար դու գնում ես ներդրումային ընկերություն, եթե դու ուզում ես դա արվի այնպես ինչպես պետք է արվի։ Ասեմ ավելին, նույնիսկ ներդրումային ընկերությունը կարող է չունենալ այն էքսպերտիզան, որը շատ կոնկրետ էքսպերտիզա է։ Ընդհանրապես իմ մոտեցումը բիզնեսին միշտ հետևյալն է, եթե դու կարողանում ես քո ոլորտում լինել ամենաթանկը, ու մեկը բիզնեսը աշխատում է, ուրեմն դու կարողանում ես այնպես ծառայություն ապացուցել, որ ոչ մեկ չի կարող դա անել։ Դա մենք շուկայի ամենաթանկն ենք։ Եվ ընկերությունների մեծ մասին նկատմամբ երկու անգամ ենք թանկ։ Ոչ չեմ կարող ասեմ բոլորի, որտեղ ոչ բոլորի կներից եմ տեղեկ, բայց մենք միանշանակ ամենաթանկն ենք ու թանկն ենք նույնիսկ այն հանգամանքում, որ Boyden-ից մենք ունենք ժամանակավոր զեղչ Հայաստանի համար, քանի որ բանը ծառայությունը նոր է ու շատ ընկերություններ չգիտեն, այսինքն սա միևնույն ամենաթանկներով միևնույն սա զեղչ շոկին է։ Բայց կուզեմ մի քանի բառ ասեմ բանի հետ կապված, հա, տարբեր միջոցառումների ներկայացնելու հետ կապված, քանի որ ամենասկզբում ասեցի, հա, մեր համար ամենակարևորը բիզնեսի մեջ լինելն է,
Եվ եթե ես օրինակ ներդրումային ոլորտի ընկերության տնօրեն եմ փնտրում ու իմ պետք է անեմ ինտերվյու, ես չեմ կարա ներդրումային ոլորտի վերջի տենդենսներից տեղյակ չլինեմ, չիմանամ Հայաստանում ինչ օրենքներ է փոխվել կամ ինչ նոր ընկերություններ են մտնում կամ համաշխարհային ինչ տենդենսներ կա եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը ես պետք է նույն ալիքի վրա լինեմ, որպեսզի մասնակետը վստահի իմ այդ զրույցի ժամանակ ու բացվի, այլ ոչ թե ես օրինակ ինքը պատմի ֆոնդ ստեղծելու մասին եւ ինչ տարբերություն կա մեծ ռիսկով ֆոնդի կամ զսպված ռիսկով ֆոնդի ու ասես ճպճպացնող աշկերտով նայեմ ասեմ իսկ ինչ տարբերություն էլի ես խորքային պետք է հասկանամ ու այլ պետք է հասկանամ ինքը ճիշտ է ասում թե չէ որ այդ ֆոնդը փոքր ռիսկով էր ինչ որտեղ շատ լավ, բայց ես լսեցի, որ արտադրությունը երկրորդ կամ երրորդ տեղն է գրավում։ Արդյոք հնարավոր է այդքան մասնագիտանալ, որ ունակ արտադրության ոլորտում, որ տարբեր չգիտեմ ոնց ասեմ, կարա լինի քիմիական արտադրություն, կարա լինի չգիտեմ դռների արտադրություն, կարա լինի կահույքի, տարբեր էլի, այդ ամեն ինչից իմանալ, որպեսզի արդյոք դա հնարավոր է։ Դժվար է, բայց մինչ հիմա կարծես մեծ դժվարություն չի եղել։ Ինչի համար այն հաստիկն է, որ ինձ համար անծանոթ է, ես միջև բանը զապիսը սկսել արայնել էի պատմում, առաջին անգամ ռիսկերի տնօրեն բանկի համար տենց հաստիկ ստացա, ինքն իմ համար բաներ, ինձ մի քիչ աուդիտի նման, բայց անհասկանալի շունի բաներ, ու ես երևի թե 2 շաբաթ տարբեր բանկերի իմ ընկերների հետ հերթով ասում եմ չհասկացա մի հատ նորից։ Հիմա սա ռիսկ է, թե հիմա թե compliance-ա, սա AML-ա, թե մի audit։ Մի խոսքով իրանք չգիտեն։ Ես իմացա վերջում։ Մի խոսքով տես խորքային անալիզից հետո տարբերությունները դու բանկից բանկ որ խոսաս նկատի ունեմ պրակտիկաները տարբեր են։ Համաձայն եմ, որտեղ շատ ժամանակ մի խոսքով լավ։ Այսինքն compliance-ը ստեղ է, միտեղ ընդեղ է, դրա համար տեղեր կա որ կպած է։ պատվեր վերցնելուց դու փաստորեն կարող ես դառնաս այդ ոլորտի որոշ մակարդակի մասնագետ։ Այո, այո։ Խորքային ուսումնասիրում ենք այդ ոլորտը, որպեսզի կարողանանք այդ մասնագետները։ Բայց իհարկե մենք ընթացքում նաև սովորում ենք։ Այս ընթացքում եւ թե մոտ 4 թե 5 ռիսկերի տնօրեն են բանկերի համար ոնց որ գտե, բայց արդեն վերջում երբ որ անում եմ իմ համար 30-40 րոպե հետո արդեն բարձր է մասնագետի խորությունը։ Մի անգամ այդ հետաքրքիր քեզ ունեցանք ընկերություններից մեկի համար Հայաստանի ազգությամբ հայ դրսի ռիսկերի տնօրեն էինք ման գալի եւ ի զարմանալից պարզվեց, որ CRO եւ CRO-1 մեծ բանկերի դեպքում ազգությամբ հայ մոտավորապես 200 հոգի աշխարհում կա։ Իսկ թվում է դες որ մանգանք մի 5 հոգի են գտնելու, որտեղ ազգությամբ հայ ենք ուզում բանենք, բերենք որ ռելոկացիան հեշտ համացավ մոտ 200 հոգի նման մասնագետ կար։ Իսկ Boyden-ի հետ ոնց է աշխատում, շուտ franchise fee եք տալիս ինչ է տալիս։ Ну ինքը ոնց որ բան է, շատ նման է աուդիտորականներին, կա partnership, կա revenue, ոնց որ Հայաստանի legal entity 100% սեփականատերը ես եմ, բայց ես իմ revenue-ից ոնց որ տոկոս եմ վճարում Boyden-ին եւ դրա դիմաց տանում եմ շատ ոնց որ փորձառություն, ընդհանուր community-ի անդամ եմ։ Ինչ որ մինիմում կա, որ դու պետք է ապահովես, թե քիչ եղավ, մինիմում չէ, չկա։ 10% իմ շրջանառության ես տալիս եմ Boyden-ին, բայց ամեն ընկերության մոտ տարբեր է մոդելները։ Boyden-ի մոտ ոնց որ այս մոդելն է, որը մի քիչ ավելի ոնց որ իրանքին ասում ձեռնարկատ իրական է, իրենք տալիս են շատ ազատություններ, դու քո revenue-ից 10% տալիս են։ Կան ընկերություններ, ովքեր որ local office-ի 100% սեփականատերը ինքն է, այսինքն բանը մեր ինքը 100%, բայց օրինակ պարտները revenue-ի օրինակ 40-ից 60%-ը իրանն է։ Բայց միևնույն ընկերության 100% սեփականատերը ադմինիստրատիվ ծախսելու եւ ամեն ինչը ամերիկյան ընկերության վրա է։ Հայաստանում ոնց ավելի ձեռնարկետ իրական ես եմ որոշում, քանի աշխատող ունենամ, ինչ մարքեթինգ եմ բյուջե ունենամ, մեր դեպքում մոդելը տնտեսական ինձ դա ավելի հետաքրքիր է հաշվի առնելով, որ ունեմ բիզնես փորձ, ինձ հետաքրքիր է լինել բիզնեսմենների, ոչ թե բարձր աշխատող ամերիկյան ընկերություն։ Ու ուրիշ շուկաներով հիմա չես զբաղվում, որովհետեւ Հայաստանում բավարար գործ կա։ Ну, բանի մասով ոնց որ իմ տարածաշրջանի մասով Վրաստանը նույնպես իմ պատասխանատվության զոնայի տակ է։ Վրաստանում միջ հիմա ես ունեցել եմ տարվա կտրվածքով երևի թե իմ պորտֆելի 5-ից 10%-ն է Վրաստանը, այդքան է մեծ չի, բայց պատճառը սովորաբար ավելի ակտիվ չեն վրացիները, թե չէ։ Ավելի ակտիվ ինչ առումով նման ծառայությունից օգտվելու
Ընդհանրապես բիզնես, չգիտեմ, Շատ իրանք ավելի շուտ տենց Ահա։ Եվրոպա, ամերիկյան ուղղություններով գնացին։ Վրաստանում corporate governance-ը շատ ավելի լավ մակարդակում է գտնվում։ Եթե օրինակ հետ գնանք մեր հին խոսակցությանը բորդի մասով, Վրաստանում շատ ընկերություններ կան, ովքեր որ ունեն մեկ բաժնետեր, բայց ունեն նաև բորդ ու real board, ոչ թե ձևականներ, ով որ աշխատում է։ Advisory board։ Հա, advisory board ունեն, ու չանց ասում են տնօրենների խորհուրդ, բայց ամենակում ինքը ոնց որ նույն advisory board-ի ֆունկցիան անում է, այսինքն դա շատ տարածված է։ Այդ թվում նաև երբ որ ունեղ շփվում եմ C-level-ի հետ, նաև այդտեղ եմ զգում, որ շատ ժամանակ, ու բացառություններ իհարկե տնենք մի կողմ, բայց միջին ասված առումով ավելի լավ ոնց որ տեսլական ունեն ու ավելի համակարգային մոտեցում ունեն բիզնեսի զարգացմանը։ Իսկ ուրիշ բաներ էլ կան, մրցակիցներ կան այնտեղ։ Վրաստանում կա մեկ միջազգային ընկերություն, ով երևի 20 թե 30 տարի գործում է, բայց մյուս կողմից շուկան executive search-ի համար իմ գնահատմամբ առնվազն 5 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանում։ Դե պարագային բոյդենը հետաքրքրված չի, այնտեղ ավելի հիմնական ներկայացված լինի, քան թե որ դու 5-10% Դե կարելի ասել հիմնական ներկայացված է, որովհետև ես երկու երկրների հավասար պատասխանատու եմ, բայց ես ոնց որ մի քիչ ծուլացել եմ Վրաստանի մասով, ուսամ խիստ չեմ վերաբերվում, մինչև ես սկսեմ այնտեղ ակտիվանալ։ Եկող տարի երևի այնտեղ թիմը կմեծացնեմ, ես պայծության մեկ աշխատակից ունեմ Վրաստանում։ Երևի նա թիմը կմեծացնեմ, որովհետև այնտեղ շատ ման կա իսկ ամսական օրինակ միաժամանակ քանի պրոյեկտ է կանում։ Միջինը շատ տարբեր է, օրինակ հենց հիմա ասեմ, հենց հիմա ունեմ 12 ընթացիկ հաստիկ, որոնք ունեն տարբեր ակտիվություն, այնտեղ 12-ից կավա 4-ի հետ կապված վերջին մի ամսում մատից չեմ տվել, որովհետև տեխնացուները ներկայացված են, կամ գործատուն պետք է հանդիպի կամ հանդիպել է, բայց ինչ-որ որոշումներ ունի կայացնելու նոր վերջնական բանի կա, ու նաև այս բաներն է բերում են նրան մեր 1.5 ամիսը ինքը շատ հազվադեպ է հանդիպում։ Ես ռեալ քեսն եմ, որ 1.5 տարի սպասել ենք։ Ու տեխնացուն սպասել է այդքան։ Հա, որովհետև հիմնականում քանի որ մենք գործ ունենք աշխատող մասնագետների հետ, միայն շատ չեն շտապում։ Չէ, հասկանալի է, բայց եթե լավ մասնագետ է, իրան կարան անեն։ Հա, նույնպես այս դեպքեր ենք ունեցել, որ երբ որ եկել է ժամանակը, հա, նույնիսկ մեր ռիսկն է, որ ցավոք շատ սրտի շատ ժամանակ տեղի ունենում, որ սպասում ենք, բայց վերջում էլ տենց էլ ոչ մի դուրս չի գալի, որովհետև կամ մասնագետնա փոշմանում կամ այդ հաստիկն են որոշում չլրացնեն։ Որտեւ որ բիզնեսը երկար ժամանակ այդ վակուում ունենում է, ինչ-որ մի ձև ինքը այդ խնդիրը ներսում լուծում է։ Ինչ-որ մեկը ստանձնում է պատասխանատվություն վերցնելու, մեկ-մեկ ով ված չի ստանձնում ու դառնում է ավտոմատ այդ հաստիկի իրավա հաջորդը։ Իսկ բացի գործատուն ձեր մոտ հակառակ process կա, օրինակ ոնց որ այդ blue step-ը մարդկանց հավաքել ինչ որ Չէ, մենք բազա, որ հասկացա։ Մասնագետները մեզ շատ հաճախ դիմում են։ Executive եմ, բայց ուզում եմ փոխեմ արդեն։ Երևի միջինը որ ասեմ, ես շաբաթվա ընթացքում միջին 10 մասնագետից նամակ եմ ստանում, ովքեր որ իրանց CV-ները տալիս են մեր բազայում պահելու համար, որպեսզի հետագայում իրանց հետ կապի մեջ լինենք։ Ցավոք ժամանակը թույլ չի տալի իրանց հետ ուղղակի տենց նաբուդիշե ոնց որ հանդիպեմ ծանոթանամ հետո, որտեվ ես ամբողջ օրը զբաղված եմ գործող պրոյեկտների բանով, բայց այդ մասնագետներին մեր բազայում պահում ենք համապատասխան keyword-ներով նշումների անելով, որ երբ որ համապատասխան ինչ-որ հաստիկ գա, մենք արդեն իրաց հետ կապի մեջ ենք։ Իսկ ասենք իմաստունի որոշակի մակարդակի հասած մարդուն, չգիտեմ, ձեզ այդ հարցերով դիմել թե։ Իհարկե։ Միանշանակ ունի, դիմում են ու շատ ժամանակ լինում է, որ դրա արդյունքում մենք ունենում ենք կամ այդ րոպեին ինչ-որ հաստիկ, որ մենք կարող ենք իրան առաջարկենք, կամ մի ամիս հետո կամ մի տարի հետո, դե բազարում պահվում է, հենց որ ինչ-որ համապատասխան բան գալիս է։ Դա շատ ժամանակ էական չի, ինքը այդ րոպեին բաց առաջարկի, թե չէ։ Ճիշտ է, մենք հիմնականում դիմում ենք, երբ որ բաց են առաջարկի, բայց եթե չէ, մենք միևնույնն է, դե կարծում ենք արժանի առաջարկը այդ մասնագետի համար, միևնույնն է զանգում առաջարկում ենք։ Ես գիտեմ, որ դասերում նույնիսկ Ռուսաստանում տարածված է, մարդիկ ընթացիկ ոնց որ այդ ինֆորմացիային բաց են տիրապետելու, նույնիսկ եթե չեն ման գալիս կամ չեն ուզում, ընթացիկ ոնց որ ֆորմայի մեջ լինելու համար շատ բաց են աշխատելու։ Շատ ավելի կայացած է ինդուստրիան եւ Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում, ու մեր մոտ դա քիչ-քիչ դեռ նոր զարգանում է։ Ու նաև իր ռեֆերանալ, օրինակ մեր այլ երկրների օֆիսներում
մասնակիցների փնտրումը հիմնականում անում են բանով, ռեֆերեններով, հա, օրինակ այդ ոլորտի ինչ-որ մասնակիցի զանգում, ասում են ում գիտես ոլորտից այս խնդիրը լուծելու համար, Հայաստանում այդքան չի աշխատում։ Հիմնականում ասում են միայն այն մարդուն, ով որ ակտիվ գործ է փնտրում, բայց ուրիշ անուններ փորձում են չտան, չգիտեմ, կամ ուրիշ բիզնեսի չվնասելու համար կամ չգիտեմ, կաշկանդվում են անում տալ, բայց դրսում է շատ լավ աշխատում։ Մեր մոտ այդքան բանն էլ չի աշխատում, ասիկան մեկի հետ խոսացել են, ընդհանրենք ինչ որ իրավիճակի եկել են, բայց հետո մի հատ այդ ռեֆերենս չեք անել, էլի։ Կամ կարող է ամեն զանգեն քեզ հարցնեն, դու տես լավ ռեֆերենս չտաս, հետո տենաս մարդուն գործ են վերցրել։ Ռեֆերենսը լրիվ ուրիշ բան է, ուրիշ պատմություն է, ես Հայաստանում այն կարելի ասել գրեթե չի աշխատում։ Առաջինը ոչ միշտ են օբյեկտիվ։ Երկրորդ, դաժե եթե փորձում են օբյեկտիվ, քանի որ ընկերություններում չկա լավ համակարգ ներդրված, լավ չկա բան performance management դրված, դժվար ասել հիմա որն է լավ, որը վատ, հա, լավի վատի չափորոշիչն է դժվար ֆիքսել։ Որտեվ մասնագետը կարող լիներ լավ, եթե ինչ-որ համակարգի ուրիշ ձև գնար, բայց արդյունքը պրոստը մարդիկ գիտեն։ Եվ դրանից ելնելով նաև ես ինքս շատ ժամանակ լինում որ վատ ռեֆերենս անում, բայց ես տալիս եմ դրական ռեֆերենս կլիենտին, իհարկե ասելով որ ունենք այս վատ ռեֆերենսը, բայց իմ կարծիքը հետևյալն է, որ քանի որ այս բիզնեսում եղել է այս իրավիճակը, այսպես տեսակ վատ արդյունքը կարծում եմ չափանիշ չի մեր համար, որտեղ ձեր մոտ այս ինչ իրավիճակն է։ Իմ առաջարկն է, որ փորձեք ուշադրություն դարձնել այս կետերին։ Դե օրինակ եղել է հարցնում ես ինչ մարդուն ճանաչում ես կամ ես ինչ ընկերությունը ճանաչում ես, նայած ինչ կոնտեքստում էլի, հա, ընդհանրապես ասած ճանաչում են, նայած ինչի համար ես հարցնում։ Տեսում եմ աշխատելու, ես չեմ աշխատել այդ ընկերությունում, ինչ իմանամ աշխատողների հետ ոնց են վարվում կամ այդ մարդուն գիտեմ ինչ որ իրավիճակներից, բայց իր հետ չեմ աշխատել, չեմ կարող կոնկրետ ասեմ աշխատանքի մեջ ոնց կդրսևորի էլի։ Մարդկանց թվում է թե մեկին ճանաչում ես, պետք է ավտոմատ իր բոլոր կողմերը իմանաս, բոլոր կողմերի մասին կարենաս արտահայտվես։ Դրա համար ինքը Հայաստանում դա շատ բան չի, տարածված չի, շատ հազվադեպ որ մեզ այն կլիենտները ուզում են, հասկանալով որ դա բան է, այդքան էլ իրանց գործին շատ չի օգնելու էլի։ Հիմնականում անում են իրանց անվտանգությունով background check, որը ծառայության տեսակը, որը մենք չենք տրամադրում, այդ իրենց ուզում են իրանք անում են իրանց ուժերը վարդ։ Այդ մասով ինչ որ իրավական բաներ էլ ունենք, չէ՞, տենց այդքան էլ ոնց որ օրինական չէ դա ամեն ինչը։ Ну, չեմ կարծում, մասնագետը նախ եւ առաջ տալիս իր համաձայնությունը background check-ի, այսինքն դա առանց իր համաձայնության, հա, դա անօրինական է։ Տալիս համաձայնություն, որը անում են check ակրայով են անում, դատվածություն են անում, կրթական օջախներից են ստանում հավաստում բան, ես այդ թեմայով հաղորդում էլ ունեմ, չխորացա, ակրայի էջում գրած է, որ գործատուները կարան անեն, բայց իրականում այդ մենակ բանկերն են, էլի։ Ակրա դիմում, հաճախ նաև ոնց որ վարկային դիմումի թույլտվություն են վերցնում, ոչ թե ուղղակի background check անելու։ Այդ մասով ես փորձում շատ բան չանեմ, որտեվ նո խոշոր ընկերությունները ով դրա կարիք ունի, իրանք ունեն նաև համակարգ ով դա անում է, հենց որ ծառայությունում ենք առանձին չենք տալիս։ Հասկանալի է, իսկ ինչ որ խորհուրդ, չգիտեմ, ուղղություն մասնագետների, որոնք ինչ որ լեվելի հասել են ու մտածում են, չգիտեմ, executive գնալ։ Ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ну, երևի թե ասես թե փորձեմ շուտս general ինչ-որ խորհուրդ, որ ամեն մեկին ինչ-որ մասով կարա կպնի, երևի թե հաշվի առնելով, որ հայկական բիզնեսը մի քիչ քաոտիկ են, հա, այսինքն չկա ասենց համակարգվածություն, որ ասես բոլորի նույն արշինով չափես, ու իրավիճակները տարբեր են լինում, ամեն մասնագետի առաջ գնալու եւ բան, ես իմ խորհուրդն կլինի, որ մասնագետները միշտ փորձեն առաջ գնալու եւ չգնալու խնդիրները իրancs մեջ փնտրեն։ Ճիշտ է, միշտ չէ որ իրancs մեջ է, բայց միևնույնն է դու կարաս ազդես մենակ քո մեջի ոնց որ խնդրի վրա։ Դրա վրա կարաս ազդես։ Հա, դրա համար ավելի լավ է մասնագետը եթե տեսնում է ինչ որ իրավիճակում չստացվեց իր մոտ, ասենք ինչ որ հաստիքի գնալ առաջ եւ գնաս մարդը որ այդքան է արժանի չէր, միևնույն է փորձի հասկանի ինքը տեղ ինչ կարար ավել անել։ Կապ չունի կարող այդտեղ բիզնեսմենը այդտեղ սխալ որոշում կայացրեց, հետո փոշմանը իրական չի, բայց դու այդտեղ հասկացա ինչ կարելի ուրիշ ձև անես, կարող կոմունիկացիան է սխալ արել, կարող գործն ես թերացել, կարող գործ շատ լավ ես արել, բայց ճիշտ չես ներկայացրել, որտեղ ում է պետք է ինչ-որ բան լավն է, թե դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Այսինքն պետք է նաև դրա մասին բարձրաձայնել։ Խոսքա չէ, ասում եմ, բան թե չի ասվում, ուրեմն դա տեղի չի ունեցել։
պետք է ուրեմն դրա մասին ճիշտ չափաբաժնով ասել, այսինքն այդ ինքնակնդատ մոտեցումը երևի թե ընդհանուր խորհուրդ կարող եմ դա ասել։ Մի քիչ բալանս բայց կա է, բալանս գլուխ գովալու ու օբյեկտիվ փաստերը ներկայացնելու մի քիչ բարդ բալանս, որտեղ դու կարող ես օբյեկտիվորեն ներկայացնես, որ իրականում կատարվել է հոյակապ գործ աշխատանք կամ մարդը հոյակապ մասնագետ է, բայց մյուս կողմից դա դիտարկվի որպես, ասեն, մարդը գլուխն է գովում, էլի ինքը իրանից դավոլնի, այսպես ասած։ Մի քիչ բարդ բալանս է տեղ։ Չափը կարևոր է իհարկե, որովհետև բայց օբյեկտիվ է թենենք շատ ժամանակ այդ գլուխ գովացողների մոտ լավ է ստացվում առաջ գնալ։ Հա, որովհետև երկար գծով որ նայում ես, շատ գլուխ գովացողներ գտնենք, ուսուցո անդադ գնում են առաջ, էլի։ Հա, բայց մյուս կողմից ինչ որ մի կետում դիմացինը հասկանում է, որ փուչիկա մեծ, էլի։ Ահա։ Դե բայց իրականում մտել է էլի վաճառելու արվեստը։ Մարդ պետք է ինքն պրոդուկտ վերաբերվի, էլի որ մասնագետները չեն մտածում, որ իրանք իրանց պետք է վաճառեն, իրենց թվում է թե լավ ապրանքը կոպիտ ասած ինքը իրան կվաճառի, բայց այդ կապիտալիստական աշխարհում տես չի։ Դրա համար տեսնում ես մարդիկ, որ ռոմանտացում ես ոնց է հայտնվել, բայց ինքը կարողացել է իր դեպքը Չափի մեջները իհարկե շատ կարևոր է, որպեսզի երկարաժամկետ դու այդ բանից մետու կարելի է միանգամից ուղիղ գնել ու անդադ, ու ինչպես ասում են մեր ոլորտում դառնալ բաներից բիտիլյոչիկ, տես չլինելու համար շատ կարևոր է, որ ինչքան խոսում ես, փորձես դրա հետևից կոնե հասնես, էլի կամ ինչ-որ ստարտափն ասում fake it make it, կոնե fake հացու make անես, էլի հետևից հասնելու համար որ ինքը չմնա։ Բայց հավս ոնց արան ասես, պրոդուկտին մանալի պետք վերաբերվում, այսինքն պրոդուկտը ոնց է ունենա նախ կալորիականություն, փաթեթավորում, վաճառք, ու մարդը իրան դի վերաբերվի տենց էլի որ աշխատաշուկա ժամանակին իմ թիմակիցներին ուղարկում էի վաճառքի տրեյնինգի, որոնք վաճառքով չէին զբաղվում, ասում են գնացեք սովորեք ձեր մտքերը, ձեր գաղափարները ոնց գաք ներկայացնեք էլի որ գալ դնել սեղանին ասել դե դու ընտրի որն է լավը, տենց չի էլի դու դիկաս իրան կարողանաս աուդիտորներին ուղարկում էր այդում չէ արդեն երբ որ կորպորատիվ ծառայությունների տնօրեն էի աուդիտորների ավելի հեշտ էր իրանք ավելի թիմը կոմպակտ էր շատ լավ երևի ամփոփվենք շնորհակալություն հայտնենք Սևադա ջան քեզ հաջողություն ըստ ումա կարևոր ոլորտ է կարևոր աշխատանք է որովհետև այդ առաջնորդներից շատ բան է կախված բիզնեսների զարգացումը խորհրդում հաճախ մակարդակի կորպորատիվ կառավարումը թիմակիցների օգնելը առաջ գնալը զարգանալը այսինքն պրոֆեսիոնալիզմը ինչքան շատ առաջ կա մեր մասնավորում էլ ոչ մասնավորում ընդհանրում ոչ մասնավոր հետ չեք աշխատում այնտեղ ուրիշ մեխանիզմներ է աշխատում մենք տենդեր հաղթելու ոչ մի շանս չունենք մենք ամենաթանկն ենք տենդերը չեն ու դա դիրքորոշում է էլի ամենաթանկը լինելը շատ լավ ծիրելի ունկնդիրներ շնորհակալություն որ հետևում եք եթե հավանում եք մեր աշխատանքը բաժանորդագրվեք սեղմեք զանգի կոճակը կհանդիպենք հաջորդ հաղորդումներին շնորհակալություն